Սիրելի ժողովուրդ, on-line-ի ժողովուրդ, ձեզ նույնպես ողջուններս։ Արդեն իսկ 2 շաբաթ է անցել ու մի տեսակ հոգիս անխաղաղ էր։ Սիրելիներ, ուղղակի ուզում եմ վկայել, որ քանի որ ամեն կիրակի լինում է Աստծո խոսքը, այս անգամ Աստծո խոսքը տևեց 2 շաբաթ մեկ եղավ, եւ ես զգացի ու հասկացա, որ այդ այն չի, ինչ որ Տիրոջ կամքն է, այդ այն չի, ինչ որ իմ կամքն է, ինչ որ իմ հոգու բաղձանքն էր։ Ուղղակի հասկանալով, փորձելով, որ ձմեռային ժամանակներն է, եղանակները ցուրտ է, փորձեցինք, որ 2 շաբաթը մենք գոնե խոսքը տանք, բայց ես զգում եմ ներկուստ, որ այդտեղ ընդհանրապես առաջնահերթ Տիրոջս կամքը չկա, երկրորդ հերթին ամբողջ հոգեբանությունը, հոգեկան աշխարհը խառնվել էր իրար։ Երևի թե դա իմ մոտ էլ չի ստացվի։ Այնպես որ կշարունակենք, ինչպես որ ամեն կիրակի խոսքը լինելու է, միայն թե ուզում եմ որպես ուղերձ, որպես տեղեկատվություն ձեզ ասել, ովքեր որ լսում են այստեղ, ովքեր որ լսում են on-line-ում, սիրելի ժողովուրդ, մյուս կիրակի, այսօր մյուս կիրակին վերջին խոսքն է լինելու, մինչդեռ որ ես 1 ամսով գնալու եմ այն երկիրը, որտեղ որ Աստված ինձ տվել է հնարավորություն աշխատելու գումար եւ այդ գումարով կարողանալու նրան ծառայել։ Ուզում եմ ուղղակի տեղեկանաք, հասկանաք, որ առանց այդ գումարի այսօր ցավոք սրտի հնարավոր չէ Տիրոջը ծառայել եւ կան 2 տարբեր իրավիճակներ։ Մի փոքր ուզում եմ օրինակով ասել։ Աստվածաշնչի մեջ, Գործք առաքելոցի մեջ գոյություն ուներ Պետրոս Արաքյալը եւ գոյություն ուներ Պողոս Արաքյալը։ Նրանք շատ տարբեր էին ծառայում Տիրոջը, գիտեք։ Աստվածաշունչը ասում է, ես չեմ ուզում ուղղակի ասեմ, որն է ճիշտը, որն է աստվածաշնչյան, որն է Տիրոջ կամքով, բայց Գործք առաքելոցի մեջ ասում է, որ Պետրոսը մինչդեռ որ նստած էր վերնատանը, մարդիկ բերում էին գումարը դնում էին նրա ոտների տակ։ Եվ Պետրոսին հեշտ էր ստացվում, քանի որ այն գումարը նա չէր աշխատում, նա կարող էր ուղղակի նստել եւ Տիրոջը ծառայել։ Ես այսօր չեմ ուզում ասեմ դա ճիշտ է, դա սխալ է, ուղղակի մեկ բան ուզում եմ հասկանաք, որ Պողոս Արաքյալը, երբ որ նա ծառայում էր Տիրոջը, նա նաեւ աշխատում էր։ Ինչու է այսքան իմ կյանքը նման Պողոս Արաքյալին ես չգիտեմ, բայց ես բաղձում եմ Տիրոջս ծառայել, բայց ես նաեւ բաղձում եմ Տիրոջս համար աշխատել, քրտնաջանել եւ այդ նաև իմ քրտինկով վաստակած գումարով ես ծառայում իմ Տիրոջը։ Եվ յուրահատուկ պատճառը սա է, որ 1 ամիս, 1 շաբաթ դուք ինձ այլևս չեք տեսնի YouTube-յան էջում, այստեղ վերնատանը, որովհետև Գյումրիից մեկնելու եմ Շվեյցարիա աշխատելու այն, ինչը որ շարունակաբար բնույթ կկրի այս իրավիճակների մեջ։ Եվ մենք կտեսնվենք հունվարի մեջ։ Մյուս կիրակի եւ նրանից հետո հունվարի մեջ կտեսնվենք իրար սիրելներ, այս կանը տեղեկատվության համար։ Եվ այսօր ուզում եմ խոսքը ընդհուպ սկսել Սաղմոս 2:34 գլխից, շատ հետաքրքիր է այստեղ ասում Սաղմոս 2-ն, ասում է. Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նրանից վախեցողների 4 կողմովը եւ փրկում է նրան։ Գիտեք ինձ սիրելիներ, երբ որ մեր հոգևոր աչքերը չեն տեսնում, ես ուզում եմ, որ գոնե քո ֆիզիկական միտքդ, սիրտդ հասկանա, թե դու որքան քո շուրջ բոլորը ունես հրեշտակներ, իհարկե եթե Տիրոջով ես ապրում։ Ասում է հրեշտակները 4 բոլորն են մեր։ Մենք այն չենք տեսնում, մեր աչքերի համար այն տեսանելի չէ, բայց Տիրոջից վախեցողների համար գոյություն ունեն հրեշտակներ, անգամ հրեշտակախմբեր, ովքեր որ ամեն վայրկյան պաշտպանում են քո կյանքը սատանայի ձեռքից։ Ինչու? Որովհետև այսօր ասում է, որ սատանան գոռոզ այրուձի նման բերանը բաց ման է գալիս, թե տեսնի ում պիտի որ վայրկյանին կուլ տա։ Եվ այսպես ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է, երանելի այն մարդը, որ հուսածած է նրան։ Դու հասկանում ես այս բառերի իմաստը։ Ասում է ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Իսկ եթե դու պտուղը չես ճաշակել, դու չես կարող իմանալ Տիրոջ քաղցրությունը, բայց երբ որ ճաշակես սիրելիս, երբ որ իրականում ճաշակես Տիրոջ քաղցրությունը եւ ապրես քո կյանքի ամեն 24 ժամը, դու կհասկանաս, անգամ քո տխրության մեջ կյանքդ երջանիկ է։ Անգամ եթե 3 առաջի օր ինչ-որ մի բան է պատահել, որ այն քեզ տրամադրությունդ գցել է, բայց դու կհասկանաս, որ անգամ դա պատրաստ ես դու ընդունելու քո կյանքի մեջ, քանզի Տերը ամեն քո կյանքի վայրկյանը քո կողքին է եւ փորձում է քեզ երջանիկ անել։ Եկեք
երկրավորով այդքան չտարապենք մարդիկ, եկեք ուրախանանք երկնավորի համար, թե չէ մատերիան այսօր կավաղը չկա, բայց Աստված կենում է և մնում է հավիտյան, ամեն, ինչ որ մեկը կարող է ասել ամեն, փառք եմ տալիս քեզ, իմ Տեր Հիսուս, որ քո Սուրբ Հոգին այստեղ է, բնակվում է մեր մեջ, բնակվում է քո տան մեջ և ամեն մի փառքը ուզում եմ, որ դու էլ քո նստած տեղում տաս Տիրոջը։ Արժանես բարեքերի, դու արժանես բարեքերի, արժանես բարեքերի, դու արժանես բարեքերի, Սիրում եմ խոսքերը, սեր ու կյանք պարքևով, իմ հոգում շունչ տվող, լույսով կյանքը, սիրում եմ խոսքերը, մութ կյանքս լուսացնող, փարվում եմ այքես հիմա, փարվում եմ քեզ հիմա, Եշկիր, արժանես բարեքերի, դու արժանես բարեքերի, արժանես բարեքերի, Եթե Տերը քո բաժինն է, սա կախված է քեզանից սիրելիս,
այսօրվա խոսքը։ Նա վերնագրված է այսպես. հավատարմությունը հավատքի զորությունն է։ Սիրելիս, եթե հավատքը, քո հավատքը ունի զորություն, նրանունն է հավատարմություն։ Իսկ եթե դու հավատքի մեջ չունեցար հավատարմությունդ, չեմ կարծում, որ քո հավատքը կարող է երբևիցե զորավոր լինել։ Աստվածաշնչյան 66 գրքեր, ինչու եմ այս ես թվում, որպեսզի դու հասկանաս, թե որքան ժողովածու է կրում ինքն իրենում Աստվածաշունչը, թե որքան հերոսներից է բաղկացած մարդիկ, ովքեր որ գրել են այդ խոսքը, եւ այսօր խոսելու ենք մեկ մարդու մասին, մեկ Աստծո ծառայի մասին, մեկի մասին, ով երբեք չվրիպեց իր հավատքի եւ գործերի մեջ, ով երբեք չուրացավ ոչ Մովսեսին, ոչ Աստծուն եւ ով երբեք չապստամբեց։ Կարող ես կռահել, թե ում մասին է խոսքը, ոչ սիրելիս, Հիսուսի մասին չէ խոսքը։ Խոսքը Հեսուի մասին է։ Եթե երբևիցե կարդացել ես 5 գրքերը Մովսեսի, ապա Մովսեսից հետո գալիս է Հեսուի գիրքը, եւ Հեսուն մեկ Աստծո ծառա էր, որ Աստված ինքը իր ձեռքերով կարգեց Մովսեսից հետո, որպեսզի նա պիտի կարողանար ժողովուրդը տաներ Քանանի երկիրը։ 40 տարի Հեսուն քայլեց Իսրայել ազգի հետ, թե Մովսեսի կողքին, թե Մովսեսի մահից հետո, եւ անապատով նա մնաց մինչև իր 110 տարեկան մահացավ Հեսուն, մնաց կարեկից եւ հավատարիմ։ Ինչ է նշանակում դա։ Եթե դու աստվածաշնչյան պատմությունները գիտես, օրինակ Աստծո ծառաների մասին է խոսքը, դու կհասկանաս, որ աստվածաշնչի մեջ գետ մատներիդ վրա կարող ես հաշվել մարդիկ, հերոսներ, Աստծո ծառաներ, ովքեր որ չեն վրիպել երբեք։ Դու կզարմանաս, այո, Աբրահամին, դու հիշենք, եկեք որոշակի մարդկանց, Աբրահամը, Մովսեսը, այնքան Գեդեոնը, այնքան մարդիկ կան սիրելներ, որ նրանք ծառայել են Աստծուն, բայց վրիպել են, բայց ապստամբել են Աստծո դեմ։ Եկեք հեռու չգնանք, շատ քչերին կտեսնես դու Աստվածաշնչի մեջ, որ նրանք սկսեցին Աստծով եւ վերջացրեցին Աստծով։ Եվ այսօր մենք խոսելու ենք Հեսուի մասին, որը հենց Աստված իր անունը փոխելով նրա անունը Հեու էր, դրեց Հեսու, բայց դու պիտի հասկանաս, թե ինչ է նշանակում այն։ Հեսու ընդհանրապես նշանակում է Հիսուս, մեր հայերենով։ Հեսու նշանակում է Յոշուա, եբրայերենով։ Հեսու նշանակում է Հիսուս, որը կոչվում է Տերը փրկում է։ Ինչ ես կարծում, հենց այնպես Մովսեսը Աստծո կամքով Հեուի անունը փոխեց դրեց Հեսու, թե ուղղակի սրանք զուգադիպություններ են։ Ինչու սիրելիս։ Ինչու նա իր անունը չպահպանեց։ Ինչու նա պիտի փոխեր իր անունը։ Կատարվում են դեպքեր, որ մենք ինքներս չենք հասկանում։ Սիմոնը դառնում է Պետրոս, Սողոսը դառնում է Պողոս, կարող է ինչ-որ մեկն էլ որոշակի ժամանակ անց դառնա ինչ-որ ուրիշ մեկ անվան տակ, մենք չգիտենք, ինչու են անունները փոխվում, որովհետև ասեմ քեզ, անունները փոխվում են, քանզի Աստված կամք ունի քո կյանքը փոխվելու, երբ որ քո կյանքը փոխվում է, իմացած եղիր, քո նախկին կրած անունը այլևս քեզ չի կարող պարունակել, այսպես, ով էր Հեսուն, 110 տարեկան մահացավ նա, հավատարիմ, ոչ մի անգամ, գեթ մեկ անգամ, ամբողջ պատմական պատմության մեջ նա չվրիպեց, հետաքրքիր է չէ, բայց նա մարդ էր, նա Հիսուսը չէր սիրելիս, նա մարդ էր, երկու կողմանի մարդուց ծնված էր նա, եւ այսպես, շարունակում ենք, Մովսեսը իր ամբողջ 70 տարիների մեջ, որ ծառայեց Աստծուն, Մովսեսը 40 տարեկան էր, երբ նա Աստծուն եկավ, երբ նա մորենին տեսավ, վառվող մորենին, որ Տերը նրա հետ խոսեց, ասեց, իմ ազգը պիտի հանես դու Եգիպտոսից, եւ այս Մովսես մարդը 40 տարեկան էր, որ սկսեց ծառայել Տիրոջը, եւ նա մեկ անգամ իր կյանքի մեջ վրիպեց, մեկ անգամ ամբողջ մի կյանք Մովսեսը հավատարիմ էր Տիրոջը, բայց ժողովքի մարդկության պատճառով բարկացավ նա մեկ անգամ եւ մեղանջեց իր Տեր Աստծո դեմ, որն էր դարձավ նրա համար ճակատագրական։ Ես չեմ ասում ճակատագրական ինչ որ ուրիշ տեսակետով, ոչ, ուղղակի Մովսեսը չկարողացավ
ժառանգել Քանանի երկիրը։ Գիտեք ինչու։ Դու կարող ես ոմն մեկը լինես, ամբողջ քո մեկ կյանքը ապրես Աստծով, բայց Աստված չարարծե գեթ մեկ անգամ ապստամբես Աստծո դեմ։ Այն քո ապրած մաքուր կյանքը Տերը չի հաշվելու։ Չի ասելու, գիտես զավակս, դու ամբողջ մի կյանք ապրեցի սուրբ եւ բարի, բայց մեկ անգամ դու ինձ դեմ ապստամբեցիր, ես դա կներեմ ոչ սիրելիս։ Եկեք Մովսեսի փորձից նայենք այն։ Մեկ անգամ ասում է Մովսեսի նման խոնար եւ հեզ մարդ գոյություն չուներ, բայց ամբողջը նրան այնպես բարգացրեց, որ նա մեղանչեց Աստծո դեմ։ Հիմա կարդում եմ Թվոց գրքի 27-րդ գլուխը։ Երրորդ գլուխը 12-ից 14-ը։ Եվ Եհովան, սա գիտենք, որ մեր Հայր Աստծո անունն է, երբ որ ես ասում եմ Եհովա, մարդիկ մտածում են, որ ես Եհովայի վկա եմ, սիրելիս։ Եհովան դա ըստ Աստվածաշնչի, ասեմ, որ իմանաս, սա Եհովայի վկաների հետ բացարձակ ոչ մի կապ չունի, սա Հայր Աստծո անունն է։ Հայր Աստված ունի շատ տարբեր անուններ, եւ այսօր ես կարդում եմ. եւ Եհովան Մովսեսին ասեց. վեր ելիր այս աբարիմ սարը եւ տես այն երկիրը, որ Իսրայելի ոստկանց է պիտի տամ, եւ նրան կտեսնես, եւ հետո դու էլ քո ժողովրդի հետ կժողովես, ինչպես որ քո եղբայր Ահարոնը ժողովեցավ, որովհետեւ դուք իմ հրամանի դեմ ապստամբություն արիք, սին անապատումը ժողովքի հակառակությունն արած ժամանակը, եւ նրանց առաջին ինձ չսրբեցիք այն ջրի մոտ։ Այս է Կադեսի Մերիբիայի ջուրը սին անապատում։ Այստեղ Մովսեսին Տիրոջ մե հրաման էր տրվել, որ Տեր ասեց կգնաս եւ ժայռի հետ կխոսես, որպեսի ժայռը ժողովրդին ջուր տա։ Սիրելիս, կա պահ, որ Տեր ասում է ժայռին պիտի զարկես, եւ այդ ժամանակ դու պիտի ժայռին զարկես, որպեսի այդ ժայռը ջուր տա խմելու։ Մարդիկ անապատում տոճորվում էին ծարավից, բայց այս անգամ, երկրորդ անգամ Տերը Մովսեսին ասել էր, կգնաս եւ ժայռի հետ կխոսես, եւ Մովսես մարդը երկու անգամ ասում է գավազանով այնքան ուժգին հարվածեց ժայռին, որ ասում է շատ ջրեր բխեց։ Այո, ջրերը կբխեն Մովսես։ Ջրերը կբխեն, որովհետեւ այդ ջրերը ժողովրդի համար է, բայց դու այլևս չես կարողանա Քանանի երկիրը ժառանգես, քանի որ այն քեզ էր տրված։ Եվ այսպես սիրելիս ինչ է նշանակում, ինչու եմ ես այս ցիտատը կարդում, որ Մովսեսը մեկ անգամ իր ամբողջ կյանքի մեջ նա երբեք Տիրոջ մեջ չէր հակառակվել, մեկ անգամ, եւ նա չկարողացավ մտնել Քանանի երկիրը։ Մովսեսին տրվեց ընդհանրապես օրենք։ Մովսեսով գրվել է ամբողջ օրենսդրությունը աստվածային, ամբողջ օրենքները, պատվիրանքները, որոնք որ կարող եմ ասել օրենքը ինքը 10 է, պատվիրանը ինքը 10 է, բայց Աստված շատ նաև օրենքներ տվեց, որոնք որ կարելի է հասնել 1000-ից ավելի մարդիկ։ Երբ որ մենք հին ուխտը կարդում ենք Ղեֆտացիների, Ելիցը Ղեֆտացիները, տեսնում ենք, որ բազում օրենքներ է Տերը տվել մեզ, եւ այս օրենքների հետ միատեղ նա Մովսեսով տվեց պատվիրանները, որը որ կարողանա ամեն մարդ, որ կատարի այն փրկվի, իսկ Հեսուի ձեռքով տրվեց ազգի ժառանգություններ, որն էր խոստմունք դեպի աստվածային այն երկիրը, որը կոչվում էր Քանան։ Ընդհանրապես սիրելիներ, խոստմունք, երբ որ Աստված տալիս է, այդ խոստմունքը կախված է քո քայլած ճանապարհից։ Դու կարող ես մտածես եւ ասես, դե, Տերը խոստմունքը տվել է բարի, ուրեմն այսպես թե այնպես, ով էլ որ ես լինեմ, այն խոստմունքը կատարվելու է, ոչ սիրելիս, չսխալվես երբեք։ Աստվածաշունչը երբեք քո գլխի տակ փափուկ բարձ չի դնում։ Ես ասում եմ, մենք բազում օրինակներ ունենք։ Մենք ունենք բազում հերոսներ աստվածաշնչյան, որոնք որ այսօր երկնքումն են, բայց նրանք վրիպեցին, հակառակեցին Աստծուն, եւ նրանց վերջը մենք տեսնում ենք ըստ Աստվածաշնչի։ Եվ հիմա Հեսուն ազգին պիտի անցկացներ խոստացված երկիր, այն էլ մեծ
պատերազմներով։ Ընդհանրապես ես միշտ ասում եմ, Տեր ասում եմ, ինչպես կարող է հավատացյալ Աստծո մարդը ինքը պատերազմներ կրի։ Նայեք, առաջիներում ինչու է Աստված այդքան սիրել պատերազմիկներին, ինչու է Աստված այդքան սիրել զինվորներին, ինչու են այդքան պաշտպանել, որովհետև այսօր մենք ունենք մեկ շատ կարևոր բան հասկանալու, որ մեր ամբողջ մեկ կյանքը այս երկրի վրա պատերազմ է սիրելիս, պատերազմ է չարի դեմ, պատերազմ է սատանայի դեմ, պատերազմ է աշխարհի դեմ, պատերազմ է ըստ քո անձի, քո ապստամբ անձի դեմ։ Այո, մենք պատերազմում ենք, ես էլ եմ պատերազմում իմ անձի դեմ։ Մի մտածեք, որ ես այստեղ կանգնած եմ, ուրեմն հրեշտակ եմ երկնքից իջած, ոչ։ Ես էլ եմ պատերազմում։ Ինչ է կարծում ես, եթե մարդը երբևիցե կարող է իր պատերազմի զենքերը վայր դնի, կարող է այդ մարդը հոգևոր կյանք ապրի երբևիցե, ոչ։ Անկում ես ապրելու։ Անկնելու ես, որովհետև առանց պատերազմելու, ասեմ քեզ, հաղթություն չկա։ Հեսու այս մարդը, ինչպես որ նկատեցիք, ասեցի, նա կրում էր Հիսուսի անունը, որը նշանակում է Հիսուս, նա կրում էր մի մեծն սիմվոլ։ Ասեցին, ինչ է նշանակում հայերեն սիմվոլը, ես մոռացա, բայց ոչինչ։ Մեծն սիմվոլ խորհուրդ կամ ինչ-որ մի բան, խորհուրդ երևի, հա։ Եվ այսպես այս Հեսու մարդը ուներ իրենում Քրիստոսի խորհուրդը եւ սիմվոլը։ Ամբողջ այս էությունը նրա խորհրդավորում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հիմա կասենք ինչու, ինչ ուներ նա Հիսուսից։ Չէ՞ որ, ասեմ ձեզ, հին ուխտի մեջ պատմական ամբողջ ժամանակներում արկա է եղել Հիսուս Քրիստոսը։ Մեկ տեղ նա եղել է անձի տեսակով, մյուս տեղը նա եղել է կյանքի ծառ, այն մյուս տեղը Մաշտի որդի հրեշտակների մեջտեղում, եթե հիշում ես, երբ որ եկավ Աբրահամին տեսնելու այն երեքը, որոնց մեջտեղում կանգնած էր Տեր ինքը Հիսուսը, նա խորհրդավորում է ամեն աստվածաշնչյան գրքերի մեջ ինչ որ մեկին խորհրդավորում է Հիսուս Քրիստոսին։ Այս Հեսու մարդը խորհուրդն ուներ Քրիստոսի, ինչու՞։ Քանզի նա Աստծո ժողովը պիտի առաջնորդեր խոստացված երկիր Քանան եւ այնտեղ հաղթեր թշնամուն։ Հասկանում եք, դե ինչ է նշանակում դա, ինչ կապ ունի այս Հիսուս Քրիստոսի հետ։ Այս Հեսու մարդը մոտավոր ժամանակներ, ասեմ ձեզ, Քրիստոսից 1405 թվականին այս դեպքերը կատարվել, 25 տարի Հեսուն ծառայեց Աստծո մեջ, 25 տարիներ քայլեց նա Մովսեսից հետո առաջնորդ եւ որպես պատերազմների մեջ պատերազմող մեկը։ Նա պատերազմեց, մարդիկ, երբ որ դուք կարդում եք Հեսուի գիրքը, դուք զարմանում եք նրա պատերազմական ամբողջ քայլերը, ասում է Հեսուն պատերազմում էր թշնամու դեմ, երբ որ արևը մայր էր մտնում, նա այնքան Աստծո մարդ էր, երբ որ նա հրամայեց արևին, ասեց արև կանգնած մնաք հո տեղում եւ լուսին չշարժվես, մինչեւ որ պատերազմը չվերջանա, եւ ասում է մեկ օր 24 ժամ արևը կանգնած է մնացել իր տեղում։ Դու կարող ես լինես ոմն մեկը, որ դու կարողանաս ինչ որ մի հրաշք երկնային խնդրես Աստծուց եւ այն կատարվի։ Սա կատարվել է Հեսույով։ Ես չեմ կարծում, որ ամեն մեկի խնդրվածքը կարող էր Տերը երբևիցե կատարեր, բայց Հեսուի մոտ ստացվեց սա։ Սա մի յուրահատուկ նշան է մեր համար, որ մենք կարող ենք հասկանանք, եթե մենք ապրում ենք Աստծո մեջ մի հավատարիմ կյանք, հավատարմությունը ես նորից եմ կրկնում, սա դաջիր քո սրտիդ մեջ, Տիրոջ հետ հավատարմությունը քո հավատքիդ մեծատար զորությունն է։ Եթե դու չեղար հավատարիմ Տիրոջմով, սիրելիս, եթե դու չապրեցիր Տիրոջ մեջ հավատարիմ մի կյանք, դու լինելու ես թուլամորթ, թուլակամ, մեծն հավատացյալ։ Եվ դա քեզ երբեք չի օգնելու, որ դու կարողանաս պայքարել այս աշխարհի թշնամու դեմ, ու դու լավ գիտես, որի մասին եմ ես խոսում։ Առաջինը, ինքդ քո ըմբոստության դեմ, որովհետև ամեն մեկս ըմբոստ ենք Աստվածային բնության դեմ եւ կոչվում ենք սատանա, ինչու, որովհետև սատանան էլ երկնքից ըմբոստացավ եւ վայր նետվեց։ Իսկ ինչ ես կարծում, ինչ արեց Ադամը։ Նույնը։ Նա էլ դուրս շպրտվեց։ Իսկ ինչ ես կարծում, ինչ ենք անելու այսօր ես եւ դու, որտեղից ենք դուրս շպրտվելու։ Երկիրը, երկրավոր կյանքը ժամանակավոր է։ Սա անցողիկ է, մարդիկ, բայց կան դռներ, դարբասների դռներ այն երկնքում, որ նրա առջև ամենաուշը կանգնած պիտի լինես։ Կամ այդ դարբասները քո առջև կբացվեն, կամ էլ նրանք քո առջև փակ կմնան, իսկ դու խորում ես ընդհանրապես։ Քո մեջ Սուրբ Հոգին երբևիցե քեզ ասել է, արդյոք բաց են
երկնային դռների դարպասները քո առջև։ Դու այդ վկայությունը քո մեջ պիտի ունենաս արդեն։ Դու բավականին Աստծո խոսք ես լսում։ Կա քո մեջ այդ վկայությունը։ Սուրբ Հոգին վկայում է քո հոգու մեջ, որ դու փրկված հավատացյալ ես։ Այո թե ոչ։ Կաշտում եմ ընթերցում եմ առաջին Կորինթացիս 10-րդ գլուխը։ 11-ից գրված այսպես. Եվ այն ամեն օրինակի համար է նրանց հանդիպում, ում նրանց, այն մարդկանցը, մեր թվարկությունից առաջ։ Նրանց հանդիպում, բայց մեզ խրատի համար գրվեցավ, որոնց դարերի վերջը հասավ։ Ուրեմն, ով որ համարում է, թե հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, որ վայր չընկնի։ Ինչ է ասում Աստվածաշունչը։ Դու համարում ես, որ հաստատ ես կանգնած, բայց զգույշ եղիր, կարող է մի պահ էլ վայր ընկնես։ Դե ուզում եմ ուղղակի կրկնեմ, ոչ մեկս այսօր, սիրելիներ, Մովսեսից լավը չլինենք։ Մովսեսը 80 տարի ծառայեց Աստծուն, իսկ դու որոշել ես գոնե մեկ վայրկյան քո կյանքի մեջ տրամադրես ինչ որ մի ծառայություն ընդունես քո վրա։ Դու որոշել ես գոնե մեկ օր անձիդ վստահությունով ասես. Տեր, օրինակ, ինչ ծառայության մեջ դու ինձ կտանեիր։ Օրինակ, ինչպես կարող եմ ես քեզ ծառայեմ, Տեր։ Քանզի Աստված ասում է. ձրի առել եք, ձրի էլ տվեք։ Հասկանում եք, սիրելիս, սա է խորհուրդը հոգևոր մարդի, ասում է, ով որ համարում է, թե հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, որ վայր չընկնի։ Ձեզ ուրիշ փորձություն, ասում է, չի պատահել, բացի մարդկային փորձությունից, բայց Աստված հավատարիմ է, որ չի թողել ձեզ ձեր կարողությունից վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ է կպատրաստե, որ կարողանաք համբերել։ Սա է քո Տեր Աստծո բնությունը։ Այո, դու ինչու ես այսքան փորձությունների մեջ ընկնում։ Դու գիտես ինչու ես փորձվում, որովհետև դու դեռ չես ապաշխարել։ Փորձված, ապաշխարած մարդը, սիրելիս, այն չի փորձվում։ Աստված ասում է, ոչ փորձում է չարով, ոչ էլ փորձվում է, բայց մենք զուտ մեր, Աստվածաշունչն է ասում, ցանկությունների պատճառով ենք մենք փորձվում։ Եվ այսպիսի իրավիճակների փորձությունների մեջ ընկնում։ Եթե ես շատ գումար եմ ցանկանում, սկսում եմ արդեն գումարս կապել, իմ անձնական կյանքը կապել, որպեսզի շատ գումար կարողանամ ես աշխատեմ, եւ դա իմ կյանքի համար փորձություն է։ Եվ որ ես շատ աշխատանք եմ աշխատում, փորձում եմ ամբողջ գիշերը եւ ցերեկը աշխատեմ սույն այդ մամոնայի համար, ես փորձությունների մեջ եմ ընկնում, գիտես ինչու, որովհետեւ դու ժամանակ այլևս չես կարողանում ընծայել Աստծուն։ Դու ընծայում ես ժամանակդ մամոնային, մտածելով, որ այդ 2 կոպեկը քեզ կարող է ինչ որ մի մեծն հոգևոր հանգստություն տա։ Սիրելիս, ասում է, փռեց եւ աղքատներին տվավ։ Հիսուս ոչինչ չուներ։ Նա չուներ, սիրելիս, նա ուներ միայն զորություն եւ սրբություն։ Նա ուներ խոսք, նա էր խոսքը։ Խոստացված երկիր մտնել հաղթությունով այն ազգի համար երկինք մտնելը չէր այն ժամանակներում։ Երբ որ Իսրայել ազգը պիտի մտներ Քանանի երկիրը խոստացված, դա նույնը չի, ինչ որ դու այսօր պիտի մտնես երկինք, խոստմունքն է սա Քրիստոսի։ Նույնը չէ, բայց Աստվածաշունչը ասում է, սա եղավ մեզ համար օրինակի համար։ Այնժամ մարդիկ ֆիզիկապես ապրել են այդ ամբողջ փորձությունները, մարդիկ կրել են իրենցում, բայց այսօր գրված է մեզ համար, որ եթե Մովսեսը մեկ անգամ ըմբոստացավ, դու մի ըմբոստացի։ Գրված է, եթե Հեսուն մնաց հավատարիմ Տիրոջը, դու փորձիր Հեսույով մնալ հավատարիմ, թեպետ ասեմ ձեզ, ամբողջ Աստվածաշնչի մեջ կա մեկ հերոս, որի անունն է Հիսուս, որին որ ես ինքս կուզենամ նմանվել։ Երբեք ոչ մեկին մի ցանկացեք նմանվել։ Եթե ուզում եք ինչ-որ մեկին նմանվեք ձեր Տեր Հիսուս Քրիստոսին, ոչ կողքինիդ, ոչ դիմացինիդ, ոչ էլ հետինիդ։ Դու փորձիր նմանվել Աստծո որդուն, որովհետև նա էր քո բացառիկ գեղեցիկ օրինակը։ Եվ այսպես Աստվածաշունչը քեզ համար թողեց մի հոգևոր կտակ։ Որն էր այն։ Ինչ ես կարծում, եթե այս պատմությունները ես կարդում եմ, դու ինչ ես մտածում, ես կարող եմ երբևիցե քարոզել առանց Աստվածաշնչի։
Մարդիկ, հարց եմ տալիս ձեզ, ես կարող եմ ուղղակի այս գիրկը փակել երբևիցե եւ քարոզել առանց այս գրքի։ Կարող եմ թե չեմ կարող, հարց եմ տալիս։ Չեմ կարծում, որ առանց Աստծո խոսքի երբևիցե ինչ որ մեկ քարոզիչ կարողանա քեզ հասկացնել Տիրոջ կամքը։ Եվ ասում է, այս խոսքը, այս գիրկը քո կտակն է, որ քո համար պիտի բացվի։ Գիտեք, ընդհանրապես կտակը բացվում է, եւ որ կտակողը, կտակարանը կտակում է քո վրա, մեկ օր այն պիտի քո կյանքում բացվի, թե չբացվի։ Ինչ ես կարծում։ Կտակը պիտի բացվի։ Իսկ այսօր ինչու է քո համար կտակը այսքան փակ։ Ինչու դու չես բացել այն, որպեսզի հասկանաս թե Տերը ինչ է ուզում քեզ ասել, եւ այսպես, որպեսզի այն քրիստոնյան ըստ կտակի հասկանա իր փրկագին իրանցի համար ընդունած։ Սա է կարևոր։ Դու քո փրկագինը չես հասկանա։ Քեզ թվում է, որ մի փոքր լավ մարդ լինեմ, մի փոքր առաքինի լինեմ, մի փոքր խաբեբա չլինեմ, մի փոքր Տիրոջը սիրեմ, մի փոքր էլ կողքինիս սիրեմ, մեկ-մեկ էլ ատեմ, այդ կերպով ես կարող եմ երկինքը ժառանգել սիրելիս, ոչ, չես կարող։ Աստվածաշունչը մեզ չի տալիս, մի փոքր էլ անիծեմ, մի փոքր էլ կչարախոսեմ, մի փոքր էլ կբարկանամ ինչ-որ մեկի վրա, բայց Աստվածաշունչը ասում է, երբ որ կտակը բացվեց, դու պիտի հասկանաս, որ այն գրվածքը այսօրվա քո հոգու համար էր գրված։ Նրանք մեղանչեցին, նրանք անցան մի կերպ, բայց այսօր դու դեռ ապրում ես։ Եվ այսօր Աստված տվել է սա քո հոգու փրկության համար։ Նրանց տրված էր Քանանի երկիրը ժառանգելու համար, որը մի երկիր էր, որտեղից բխում էր կաթ եւ մեղր։ Բայց սա, սիրելի, սա տրված է այսօր ինձ համար, եւ որ ես ամբողջին ուխտը կարտում եմ եւ բազմից եմ կարտացել ու կարտում եմ, հասկանում եմ թե ինչպես պիտի վարվեմ, ում նման պիտի չվարվեմ եւ ումպես պիտի վարվեմ իմ Աստծո հետ եւ իմ դրածու հետ։ Մարդը պիտի ընդունի այս ամենը, որպեսզի կարողանա մտնել երկինք։ Ինչն է կարևոր մեզ համար ընդունելու, եւ որ այս պատմությունը դու կարդում ես, ինչ ես հասկանում։ Ես ժողովրդի տեղ զղջում եմ ապրում առաջինը։ Ես ժողովրդի տեղ ապրում եմ մեղքերի թողություն եւ հասկանում եմ, թե որքան են մարդիկ մեղանչել իրենց կյանքում եւ որքան ենք մենք այսօր մեղանչում մեր կյանքերում։ Որն է կտակը բացելուց հետո ամենաուշը ես ինչ եմ հասկանում, որ ինձ տրված է մի այրուն, եւ այդ այրունը Քրիստոսինն էր, որով որ ես պատրաստ եմ եւ կարող եմ հանձն առնել եւ ասել Տեր, ես ուզում եմ փոխվել, իսկ դու ուզում ես փոխվել եւ չես փոխվում, սիրելիս, այդպիսի բան չկա։ Ասեմ քեզ զղջում առաջինը, երկրորդը մեղքերի թողություն, երրորդը անձնական փոխհարաբերություն պիտի ունենաս Աստծո հետ։ Լսեցինք, զղջում առաջինն է, երկրորդը մեր կյանքում մեղքերի թողություն, երրորդը Տիրոջ հետ անձնական փոխհարաբերություն։ Ես այնքան եմ ուզում, որ դու Տիրոջ հետ փոխհարաբերվես։ Ես այնքան եմ ուզում, որ դու թողնես քո կողքինին եւ Տիրոջ համար ժամանակ գտնես։ Դու այդ ժամանակը գտնում ես։ Մեկ ասում է, այնքան մենակ եմ ինձ զգում, մյուս ասում է, ժամանակ չունեմ Տիրոջ հետ ժամանակ անցկացնելու, այն մյուսը աշխարհիկ ամեն մի տեսակի քայլերին գնում է, բայց Տիրոջ համար ժամանակ չունի, այն մեկ ասում է, դե աշխատում եմ, աշխարհը ինձ չի տալիս հնարավորություն, բայց Տերը տալիս է, սիրելիս, դու ուզում ես կաշտալ ու դու ժամանակ չունես, չեմ կարծում։ Ես ընդամենը օրեր առաջ շատ հոգնած, շատ ուշ ժամանակներ արդեն գիշերվա ժամ էր, բայց իմ հոգին փափագում էր Աստծո խոսքին։ Ու ես զգում էի, որ մինչև ես չկարդամ, ես չեմ կարողանա քնել։ Ծառավն էր ներսիցս տոչորում ինձ, հասկանում եք մարդիկ, երբ որ մարդը սոված է, ուտելու կարիք է զգում, երբ որ մարդը ծառավ է, ջրի կարիք է զգում, այսպես էլ պիտի լինի քո համար Աստծո խոսքը, իսկ դու այդ զգում ես, թե ուղղակի գաղջ ես։ Եվ այսպես, այսքանը ունենալով հանդերձ մեզ կտրվի խոստմունք եւ օրհնություն։ Կարծում ես ուղղակի հենց այնպես Հիսուս Քրիստոսը փռեց իր այրունը գետնի վրա ու հենց այնպես խոստացավ քեզ ամեն բան ու դու կարող ես ոչ մի բան անելով Տիրոջը հավատալով խոստմունքների տեր դառնալ, ոչ։ Օրհնության տեր դառնալ, ոչ։
Ես մարդկանց բազում անգամներ ասում եմ, մարդիկ, օրհնությունը դա գումարը չէ։ Շատ սխալ տեղերում սխալ է քարոզվում, որ դու դառնաս հավատացյալ, կհարստանաս, դու դառնաս հավատացյալ, գումարներ կունենաս, դու կօրհնվես։ Ես հիշում եմ մեկ օր երազ տեսա։ Սա մի շատ կարևոր կարճ երազ էր, տեսիլ կեր ավելի շուտ։ Կանգնած էի ավիոկասայի մոտ եւ պատուանի ետևից երկու հավատացյալ քույրիկներ էին։ Իրենց տոմսեր պիտի առնեին ինչպես միշտ երկիրը գնալու եւ նրանք իրենց մեջ խոսում էին։ Մեկը մյուսին ասում էր, գիտես, ասում էր, ես 100,000 դրամ դրեցի ծրարի մեջ եւ հանձնեցի Տիրոջը որպես զոհաբերություն եւ Տերը ինձ 1 ամիս հետո շնորհեց 100 եվրոն։ Օրհնեց ինձ Տերը։ Դու կարծում ես, որ կարող ես Տիրոջը տալ եւ Տիրոջից առնել։ Դու կարծում ես, որ դու կարող ես 10 եւ Տիրոջից 100-ը ստանաս, ոչ սիրելիս, այդպիսի բան չկա։ Եվ ինձ տեսիլքից Տերը հանեց, ես չհասկացա, ինչ էր նշանակում դա Տեր, ասես դուրս տրնայի։ Մարդիկ այսօր այդպես են զոհաբերություններ անում։ Մարդիկ այսօր այդպես են Տիրոջը սիրում եւ հարգում։ Մեկը կտամ, մեկ է Տեր, դու 10 կտաս։ Խոսքը սխալ հասկանալով, բայց Տեր ասում է, միթե չեմ բացի երկնքի պատուհանները։ Իսկ քո կարծիքով երկնքի պատուհաններից փող է թափելու Տերը քո համար։ Ոչ։ Երկնքի պատուհաններից ինչ իջավ երկրի վրա, սիրելիս։ Որ օրհնությունը, Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին։ Եկեք առ ու վաճառ կհանենք հավատքի միջից։ Եկեք չլսենք այն մոլորված քարոզիչներին, որոնք որ ասում են արի դարձի հավատացյալ եւ կհարստանաս։ Արի դարձի հավատացյալ եւ Տերը տասնապատիկ քեզ կօրհնի։ Բայց դու չպիտի դառնաս հավատացյալ այդ օրհնությունների պատճառով։ Դու կդառնաս հավատացյալ միայն մեկ պատճառով, եթե դու սիրես քո Տեր Աստծուն։ Իսկ մնացածը ասեմ ձեզ, կորուստ է մարդիկ, այս աշխարհից ինչ եք տանելու վերջինս։ Ոչինչ բացի 4 տախտակից, ասում է մեր ավանդույթը։ Իրական փրկագնված հետևորդը օրհնված է Քրիստոսի ամբողջական հոգևոր օրհնություններով։ Լսեցինք, ես գումարի անուն չեմ տվել ու երբեք ասեմ քեզ, ինքս Տիրոջը զրի եմ ծառայում, թեպետ գումար եմ վճարում ծառայությունների համար, բայց ինքս զրի եմ ծառայում իմ Տիրոջը։ Այստեղ չկա գումար։ Բայց նորից եմ ասում, հոգևոր օրհնությունները սա գումարը չէ, սա ամբողջական Քրիստոսի օրհնություններն է։ Գիտեք ո՞րն է դա։ Թվեմ մի քանիսը, դու խաղաղություն ունես, դու հոգևոր հանգիստ ունես։ Գիտեք միայն այն դեպքում ես չունեմ հոգևոր հանգիստ, բոցավառվում եմ, երբ որ չեմ հասցնում Տիրոջս մեջ, Տիրոջս ամեն մի կամքը կատարելու հոգևոր։ Այն ժամանակ երևի թե գոռոզածած այրուծը ավելի լավ է, կամ էլ արջերը կորցրած, ձակերը կորցրած արջը, քան թե ես։ Եվ որ ես չեմ հասցնում իմ Տիրոջ խոսքի մեջ մտնել, ես բարկանում եմ սիրելիներ, բարկություն եմ ապրում։ Ու կարող է նաև հոխորտան որոշակի մարդկանց վրա։ Հարց եմ տալիս քեզ, ո՞րն է Քրիստոսի օրհնությունները, կարծում ես դու գումարով ես օրհնվելու, ոչ։ Խաղաղությունդ, հանգստությունդ, աշխատավայրում քո հանգիստ շրջապատդ, որը Տերը ստեղծում է, վատին հանում է, լավին բերում է։ Մեկ է տեսնում ես օրհնություն, հարգանքը քո հանդեպ ունեցած մարդկային, սրանք են օրհնություն, մարդիկ։ Գումարով, ֆինանսով, երևակայություններով այս աշխարհի մենք երբեք օրհնություն չեն կարող այն համարել։ Եվ ասեմ քեզ, աշխարհի 80% քարոզչությունները տաղված են այսպիսի քարոզներով։ Հավատքի արի եւ կօրհնվես եւ քարստանաս։ Եվ Տերը քեզ մեկենա կտա եւ տուն կտա եւ ամեն ինչ կտա։ Տերը քեզ կտա, գիտես ինչ։ Հանգիստ, խաղաղ հոգի։ Սա ամենամեծ օրհնությունն է, կարող ես դա այդպես համարել։ Իրական քրիստոնյան երբեք իրավունք չունի հավատքի եւ պատերազմի զենքերը վայր դնելու։ Մեր կյանքում պատահում է մի բան, որ ասում ենք, դե հասցրեցինք որոշակի սկալա, որոշակի բարձրություն հավատքի մեջ եւ կամած մենք ինքներս սկսում ենք բոցավառվել եւ ասել, դե ես հոգեվոր մարդ եմ, հավատացյալ եմ, կարդում եմ Աստվածաշունչ շունչ եւ աղոթում եմ եւ փորձում ենք այն ժամ մնացած ամեն մեկ բան գետին դնել։ Հոգևոր զենքերդ, օրինակ, որն են նրանք։ Խոսքը, որ մենք պիտի ոչ թե միայն կարդանք, այլ կատարենք, եւ որ մենք այն դնում ենք գետին, մենք պարտություն ենք կրելու մարդիկ, եւ ոչ մի հոգևոր քրիստոնյա հավատացյալ
մարդ իրավունք չունի այդ քայլին գնալու։ Դու պիտի միշտ պատրաստ, հոգևոր զենքերը կրած, պարտիզպանի նման պատրաստ պիտի դու կանգնած լինես թշնամու հարվածներին ու գիտես որն է, նրանք փորձություններն են, որ միշտ գալու են մեր կյանքի մեջ եւ մենք պիտի պատրաստ լինենք այդ թշնամու նետերը, նետածիկները, որ մեզ վրա է ուղարկում, պիտի պատրաստ լինենք ամեն մի հոգևոր զենքերով պահպանել այն։ Ինչ ես կարծում, վահանը, սաղավարտը, սուրը կարող ես վայր դնել, մի անգամից կհաղթվես, կարծում ես թշնամին քեզանից, այդքան, քեզանից էլ է նա խորամանկ, որքան էլ որ մեզ թվա, որ մենք հոգով խորամանկություն ենք անում, քանի որ Աստվածաշունչը ասում է, օձի նման եղի խորագետ, բայց նաև ասում է, որ աղավնու նման պիտի լինես ազնիվ, սրանք էլ են զենքեր, իսկ երբ որ մենք հակառակն ենք անում, օձից էլ խորագետ ենք և աղավնուց ոչինչ մեր կյանքում չկա, այժմ մեր զենքերը վայր ենք դրել, ազնիվ, որն է ազնվությունը, սիրելիս, մեկ ես այնքան եմ ամաչում այս աշխարհի դեմ, որ պարզ եմ ու թափանցիկ, մեկ այնքան եմ ես ամաչում, որ աշխարհը գիտի իմ ամբողջ էությունը, ամաչել է տեսակի չեմ ասում ամաչում, բայց այնքան թափանցիկ եմ, որ ամեն բան գիտի, երեխայի պես հարցնում են, երեխայի պես պատասխանում եմ, բայց որ ուրիշին այդ նույն հարցը տաս, նա 10 փաթ կֆռացնի քեզ ու սուտ ու սխալներով պատասխան կտա քեզ, սա է ազնիվ աղավնու նման լինելը և սրանից էլ գալիս է մեր անձնական օրհնությունը, անձնական օրհնությունը դու վայելում ես Տիրոջ գիրկը, դու վայելում ես Տիրոջ հանգիստը, չկա ոչինչ աշխարհում գետ Տիրոջ հանգստից զատ ոչինչ չկա, ասում է Հիսուսը փոթորկված ծովի մեջ, նավակի մեջ, նավակը ասում է ջուրը լցվել էր, նավակի մեջ նա քնած էր, դու կարող ես այդ հանգստությունը գոնե հասկանաս, գոնե փորձել եք մարդիկ, Տիրոջ հանգստությունը հասկանաք, ջուրը լցվում է նավակ, ինչ կանեիր դու, ինչ արեցին աշակերտները, աղաղակեցին, Տիրոջը քնից հանեցին, թափահարեցին, մի հատ էլ ռեկլամացիա արեցին, Տեր չես տեսնում, որ մենք կորչում ենք, կորչում ես, ինչու ես կորչում, քո իսկ մեղավոր ապստամբ բնությանդ պատճառով ես կորչում, այնտեղ Պետրոսը, որ տեսավ Տիրոջը ջրերի վրայից քայլելով եկալով, ինչ էր ուզում Պետրոս, դու կարող ես Քրիստոսին նմանվել, ուզում էր ջրերի վրայով քայլել Տիրոջ նման, այո կքայլես մի պահ, բայց երկրորդ պահը, երբ որ կտեսնես փոթորիկը ծովի մեջ, դու արդեն կսկսես երկմտել, և այդ երկմտությունը քեզ կսուզի, այդպես էլ եղավ, և Տեր ասեց, սուզվում եմ, Հիսուս ասեց, ինչու երկմտեցիր, այո, Այն պատերազմը սկսվում է երկրի վրա Քրիստոսով, ես միշտ ուզում եմ նշել, հոգևոր պատերազմի մասին է այս խոսքը սիրելիս, այն պատերազմը սկսվելու է միշտ Քրիստոսով, հիշիր, առար Քրիստոսի անունը քո բերանը, մի անգամից պատերազմ, ես բազում անգամներ եմ քարոզել, երկրավոր մարդիկ, սատանայի զավակները պատերազմ չեն կրում իրենց կյանքում, նրանք փափուկ են, Հոբն էլ է ասում դա, բայց երբ որ առար Քրիստոսի անունը այն պահից սկսած, դու կտեսնես քո փոթորիկը քո կյանքի մեջ, սրանք փորձություններն են, և Քրիստոսով վերջանում է, սպառվում է քո մարմինը, միշտ հիշիր, սկսվում է հավիտենությունը Քրիստոսի հետ։ Այսինքն ուր էլ որ դու գնաս քո ծնված օրվանիցդ, մինչև քո հավիտենական կյանքը, քո կյանքում գոյ է Քրիստոսը, եթե դու նրան ընդունես։ Եվ դու առանց Քրիստոսի պատերազմել չես կարողանա, ասեմ քեզ, ուղղակի քո պատերազմը դու կհաղթահարես միայն Քրիստոսով, որովհետև Հեսուն, ինչ արեց Հեսուն, կարող էր նա առանց Աստծո ներկայությամբ բազում թշնամիների ու ազգերի հաղթել, մարդիկ, Աստված ասեց 7 օր կշրջեք Երիկովի շուրջը, 6 օր, 7-րդ օրը 7 անգամ կշրջեք նույն օրվա մեջ և ասեց բարձր կբղավեք ամբողջ ազգ Իսրայել ազգը, ինչպես փլվեցին Երիկովի պարիսպները, ինչպես մարդկային ձայներից, ինչպես կարող է փլվել սատանայի քո կյանքում մեջ ունեցած հաղթությունը քո բղավելուց, բայց ուր է Աստծո կամքը, Աստված ասել էր Հեսուին 7 օր Երիկովի շուրջը կքայլեք և 6 օր, 7-րդ օրը կքայլեք 7 անգամ և 7-րդ անգամ բոլորդ կբղավեք, սա է հավատքը,
Կաշտում եմ առաջին Տիմոթեոսի առաջի գլուխ։ Առաջին գլուխ 18-19։ Այս պատվիրանքն ավանդում եմ քեզ, Տիմոթեոս որդյակ, առաջուց քեզ վրա եղած մարգարեությունների պես, որ նրանցով պատերազմես բարի պատերազմը, ունենալով հավատք, ինչ է պետք մեզ, հավատք եւ բարի խղճմտանք, որ մի քանիսը դեն գցելով հավատկումը նավագործություն քաշեցին։ Ինչ է կատարվում, երբ որ դեն են գցում այն պտուղները, որով որ մենք պիտի պատերազմենք, ինչ ենք ապրում, նավագործություն։ Սիրելիս, եթե հավատքն ու բարի խղճմտանքը քո մեջ չպատերազմեց աշխարհի դեմ, դու ապրելու ես նավագործություն, քո նավակը սուզվելու է, ընդամենը դու չես գնա կոպիտ ասած դժոխք այդ պահին, բայց դու կգնաս աշխարհ, որ դժոխքից ավելի ահաշկու է։ Ես ասում եմ, մարդկային դրախտը կամ դժոխքը սկսվում է այստեղից։ Մարդիկ կային այսօր աշխարհի մեջ, որ հատուկ դիպվածներով այնպիսի դեպքեր է կատարվում, նրանք կրակի մեջ այնպես են վառվում, որ դու մտածում ես հիրավի ասում ես Տեր, դժոխքը երկրից է սկսվում, իսկ մարդիկ կան այնպես են ապրում, կարծես թե նրանք կրում են դրախտային մի մեծ ընկյանք երկրի վրա։ Իսկ դու շարունակում եմ, որոնցից են Հիմենոսը եւ Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի սատանային, որ խրատվին չհայոյել։ Սրանք մարդիկ էին, ովքեր ապրեցին նավագործություն։ Սրանք մարդիկ էին, հավատացյալ մարդիկ, ովքեր որ Աստծով սկսվեցին, բայց սատանայով վերջացրեցին։ Ինչու է անդադար մեզ Աստվածաշունչը սովորեցնում, որ նայիր սրանց, քո կյանքն էլ կարող է սրանց նման լինել։ Դու կարծում ես ինչ է, դու կարծում ես ամբողջ մի կյանք պիտի ժամանակ ունենաս այնքան, որ վերջը հասկանաս, որ քո կյանքը պիտի փոխվի, քո բնությունը պիտի փոխվի, կամ քո էությունը, սիրելիս, կարճ չէ մեր ժամանակը, կարդում եմ առաջի Տիմոթեոսի 6-րդ գլուխը 10-12-ը։ Որովհետև արծաթասիրությունը ամեն չարիքների արմատն է։ Ինչ ենք լսում, ամեն չարիքների արմատն է, ինչը արծաթասիրությունը։ Եթե այստեղ գետ մեկը կա, որ կարող է ասել ես արծաթասեր չեմ հավատա։ Բոլորս ենք արծաթասեր, սկսած ինձանից։ Եվ չարիքների սկիզբն է հենց դա։ Սա է մեզ դարձնում սատանա, գիտեք ինչու, որովհետև ասում է Արուսյակը երկնքում այնքան գեղեցիկ եւ այնքան հարուստ էր, 12 քարերով էր նա շրջապատված։ Եվ ասում է նա ապարտացավ եւ նրան երկնքից դեպի դժոխք վայր նետվեց նա իր արծաթասիրության պատճառով եւ հպարտության։ Եվ սա երկուսը շատ փոխկապակցված են, որ մի քանիսը ասում է անznատուր լինելով հավատքիցը մոլորվեցան եւ իրենց անձերը շատ ցավելով խոցեցին։ Ինչի պատճառով խոցում ենք մենք մեր անձերը, շատ ցավերով։ Չարիքի արմատն ինչ է, արծաթասիրություն, այո։ Եվ այսպիսի մարդիկ սկսեցին Քրիստոսով եւ արծաթը խապեց նրանց եւ նրանք վերջացրեցին սատանայով։ Այսպիսի մարդիկ, գիտեք, մարդիկ, ովքեր իրականում նվիրված են եղել Քրիստոսին, եկեք չնայենք այս մեր աշխարհի մարդկանց, քարոզիչներին, տերունականներին, ոչ, եկեք նայենք Աստվածաշնչով։ Այնքան բարի է, եւ եթե գետ դու ամբողջ Աստվածաշնչի մեջ, որ ես խոսեմ վերջում, այդ 4 հերոսներից գետ մեկը կգտնես, որ այդ պատճառով չի ամբոստացել, դու կասես ամոթ քեզ Անահիտ։ Պատճառը դա է։ Հիմա այս պատերազմը նման է Քանանի պատերազմին, բայց այն քեզ չի տանելու Քանանի երկիր։ Այս մեր հոգևոր պատերազմը մեզ տանելու է վերջը երկինք մարդիկ։ Ինչ որ մեկը հասկանում է նա, որ 70 տարի թող ապրենք մաքսիմում 80 տարի, բա նրանից հետո դու քեզ հարց տվել ես։ Դու հարց տվել ես քեզ մարդ արարած, բա լավ, ապրեցի, ոնց ուզեցի ապրեցի, բա հետո ինչ է լինելու իմ հետ։ Իսկ դու գիտես, որ ամեն մեկ մարդ ի բնե, ի ծնե, նրա մեջ կա դաջված այն հանգամանքը, որ նա հավիտենական հոգի ունի, անկախ քո աթեիստ եւ չհավատացող լինելուց։ Եվ երկինքը պիտի դու ժառանգես միայն ու միայն քո հաղթությամբ։
Հեսուն եւ ազգը կարող էին միայն այն դեպքում մտնել խոստացված երկինք, եթե նրանք նայեք, եւ որ դուք կարդաք Հեսուի գիրքը, դուք կտեսնեք պատերազմների հետևից, բայց նրանք կմտնեն Քանանի երկիրը միայն որ դեպքում, երբ որ հավատային Աստծուն, առաջին նախապայմանն էր սա։ Նրանք պիտի ունենային հավատք, նրանք պիտի ունենային վստահություն, երկրորդը պիտի նրանք ունենային հավատարմություն Աստծո խոսքի հանդեպ։ Եթե Աստված ասեց, որ 7 օր դու պիտի շրջվես Երիկովի շուրջ, ու դու պիտի բղավես եւ Երիկովի պարիսպները պիտի փլուզվեն, դու սկզբից պիտի կարող լինես այն հավատալու։ Դրա համար ասում եմ առաջինը հավատային Աստծուն, երկրորդը հավատարիմ մնային Աստծո խոսքին, իսկ երրորդը պատերազմային պիտի նրանք Աստծո թշնամու դեմ։ Ում դեմ են պատերազմում Իսրայել ազգը դարեր շարունակ, Աստծո թշնամիների դեմ։ Ես բազում անգամներ քարոզել եմ, որ այդ 7 երկրները Քանանի, որ ցեղասպանություն գործեցին Իսրայել ազգը, նրանք այն ազգն են, ովքեր որ Աստծուն չէին կանչում։ Նրանք պղծված մի ազգեր են, 7 ազգեր, որ վերագրված է իմ ըստ քարոզչության 7 արմատական մեղքերը։ Ես այդ խոսքը նաև ունեմ գրված։ Հիմա այս 7 ազգերը 7 արմատական մեղքերն են, որոնք որ Տերը համարում էր թշնամի, եւ այն թշնամուն դու պիտի վերացնես։ Այո, սիրելիս, պատերազմես դու պիտի նրանց հետ։ Հեսուի գիրք առաջի գլուխ։ Ինձ կներեք Հեսուի գիրք 6-ից 9 եմ կարդում։ Եվ այստեղ այսպես է ասում. Տերը խոսեց Հեսուի հետ այսպես. Զորացիր եւ քաջ եղիր, որովհետեւ այս ժողովրդին դու պիտի ժառանգեցնես այն երկիրը, որի համար սրանց հայրերին երտում արի սրանց անելու համար։ Ինչ է ասում Հեսուին. Զորացիր եւ քաջ եղիր։ Սրանք կարևոր բաներ են։ Միայն թե զորացիր եւ շատ քաջ եղիր, որ պահես եւ անես այն ամեն օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է։ Նրանցի չխոտորվես, ուշադիր եղեք աջ կամ ձախ, որ ամենումն էլ խելամուտ լինես, ուր որ գնում ես։ Այս օրենքի գիրքը քո բերանիցը չհեռանա։ Մարդիկ, ինչ օրենքի գրքին է մասին խոսքը։ Աստվածաշնչի Այլ գիշեր եւ ցերեկ նրա վրա մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որովհետեւ այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես եւ այն ժամանակ խելամուտ կլինես, ահա քեզ պատվիրում եմ, զորացիր եւ քաջ եղիր, մի վախենար եւ մի զարուրիր, որովհետեւ քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր որ գնաս։ Քեզ հետ է։ Այս խոսքը նաև վերաբերվում է քեզ, նոր ուխտի հետևորդ, այսպես կոչված քրիստոնյաներ։ Հնազանդել խոսքին, պատերազմել հաղթանակով։ Ինչ որ Տերը մեզ ասում է, մեկ գիտեք ինչպիսի տպավորություն է մեր մոտ լինում, որ լսում ենք, կարդում ենք, բայց կարծես թե այսպես գալիս է շոկի պես անցնում է եւ հիշում ենք, որ կարդացել ենք, լսել ենք, բայց չենք կատարել։ Այսպես է մեր կյանքը։ Իսկ խելամտությունը, գիտեք որն է, հետամտությունը հետամուտ եղիր, այսինքն խոսքին հետամուտ եղիր, հետևիր, միշտ հետևիր։ Գաղատացիս 5-րդ գլուխ։ Կներեք ինձ այսօր մի տեսակ չի ուզում բացվել, ինչ որ պետք է։ 5-րդ գլուխ 16-ից 21-ն եմ կարդում։ Այս պատերազմը ոչ միայն խորամանկ սատանայի ծրագրերի դեմ է, այլ ասեմ ես քեզ մի շատ կարևոր բան, մեր ապստամբ բնության դեմ է սիրելիս։ Ինչու համար, որովհետև Գաղատացիս ասում է այսօր, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունը չեք կատարի։ Իսկ եթե հոգևոր մարդը մարմնով է քայլում եւ
հոգու ցանկությունները չի կատարում, այլ կատարում է մարմնի ցանկությունները, այսպեսով մենք շուտապուտ ենք զինաթափվելու եւ հոգու ծնգնելու, բայց եթե հոգուց եք առաջնորդվում, օրենքի տակ չեք։ Շատ կարևոր է, եթե մարդը օրենքի տակ է, մարդ ուրեմն շնորհի տակ չէ։ Եթե մենք օրենքի տակ ենք գտնվում մարդիկ, եթե մենք ասում ենք, ես 10 պատվիրանները կկատարեմ եւ օրենքի տակ մարդ եմ, ապա դու ամբողջ 10 պատվիրանը պիտի կատարես։ Իսկ եթե դու օրենքի տակ չես, ապա շնորհի տակ ես։ Անկամ եթե մեղանչես, Տերը քեզ ներելու է, եթե ապրես զղջում, սա կոչվում է շնորհք, որովհետև օրենքը մեկ ուրիշ բան է, իսկ շնորհքը մեկ ուրիշ բան է։ Շարունակում եմ, եւ հայտնի են մարմնի գործերը, որ են շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, գժություն, այսինքն կրապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակություններ, բաժանմունքներ, չար նայվածքներ, անարագություններ եւ ինչ որ սրանց նման են, որ ասում է Պողոս առաքյալը, առաջուց ասում էի, թե այսպիսի բաներ գործողներն Աստծո աշկայությունը չեն ժառանգի։ Եթե դու կաշտացիր այստեղ գեթ 1 պղծություն, որ դու կարող ես այս ասվածքով ժառանգել Աստծո աշկայությունը, ես քեզ ասեմ, չկա այդպիսի բան, սիրելիս։ Հավատքը միայն մեզ չի հասցնելու երկինք, սիրելիս։ Հավատքը մեզ կհասցնի մինչև երկնքի դռները, բայց այն մեզ թույլ չի տալ ներս մտնել։ Իսկ հավատքի գործերը մարդիկ, քայլերը, այն քեզ թույլ կտա, որպեսզի քո առջև բացվեն երկնային դարպասները։ Հեսուն եւ ազգը զգուշանում էին, որպեսզի չկորցնեին Քանանի երկիրը։ Ասում եմ, մի ամբողջ Հեսուի կյանք եւ Աստվածաշունչը վերջացնում է այն տողերով Հեսուի գիրքը, երբ որ վերջանում է, ասում է, մինչեւ Հեսուի մահվան օրը Իսրայել ազգը մնաց Աստծուն հավատարիմ։ Նրանից հետո ազգը անկավ ու Հեսուից հետո ազգը չկարողացավ վերականգնվել։ Ինչու։ Հեսուն կարող ես ճանապարհը քեզ ցույց տալ, Հիսուսը ցույց է տալիս քեզ ճանապարհը, բայց քո ընկնելը եւ քո ելնելը, քո քայլելը եւ քո նստելը, դա քեզ տրված շնորհքի մեջ է, թե դու ինչպես կվարվես, այլևս քո կյանքում Հեսու չկա, վաղը չեմիսօր քո կյանքում չի լինելու քարոզիչը, դու մենակ ես քայլելու Տիրոջ ճանապարհները։ Ու ինչ ես կարծում, ազգի նման կգնես, Աստվածաշունչը գիտեք այնպիսի կերպով է խոսում, ասում է այս ազգը, Իսրայել ազգը անկավ, սկսեց կուռքերի պաշտել, սկսեց ապրել նույն այդ 7 ազգերի գարշություններով սկսեց ապրել։ Նրանք սկսեցին իրենց երեխաներին վառել եւ ծիսակատարություններ անել։ Չէ որ ամեն ժամանակ չէ որ մեր կողքին կա Հեսուներ, բայց մեր կողքին կա մեկը, Հիսուսը, որ 24 ժամ նա քո կողքին կանգնած է։ Շատ կարևոր է, որ մենք չկորցնենք մեր կյանքում Աստծո ներկայությունը առաջին սիրելիս, երկրորդը Աստծո զորությունը եւ երրորդը խոստմունքը։ Սրանք կարևոր բաներ են, իսկ եթե այն մենք կորցրեցինք, մենք կորսված ենք լինելու։ Հեսուն ստացավ հիմունկային խոստմունք։ Գիտեք ո՞րն է դա։ Հիմունկային խոստմունքը այն է, երբ որ դու քո մեջ Սուրբ Հոգին քո մեջ կդնի ու կասի, քեզ հետ կլինեմ, քեզ երբեք չեմ թողնի, չեմ անտեսի, հասկանում ես։ Սա նշանակում է, որ ամբողջ 24 ժամ Տերը պատրաստ է քո հետ քայլելու որպես Հիսուս, որպես Հեսու, որպես Աստված, որպես Սուրբ Հոգի եւ օգնելու քեզ, որ դու կարողանաս այդ քո պատերազմդ հաղթահարես։ Ղուկասի ավետարան 24-րդ գլուխ։ Քառասունչորսից 49 կաշտում է։ Եվ ասեց նրանց. այս այն բաներն են, որ ձեզ հետ խոսեցի, Հիսուսն է խոսում, քանի որ ես ձեզ հետ էի, թե պետք է կատարվի Մովսեսի օրենքումը եւ մարգարեներումը եւ սաղմոսներումը, բոլոր ինձ համար գրվածները։ Այն ժամանակ նրանց միտքը բացավ, որ գրքերը իմանան, եւ նրանց ասեց, թե
Այսպես է գրված. եւ այսպես պետք էր Քրիստոսին չարչարվել եւ երրորդ օրը մեռելների միջից հարություն առնել եւ նրա անունովը ապաշխարություն եւ մեղքերի թողություն քարոզվեր բոլոր ազգերի մեջ Երուսաղեմից սկսած եւ դուք այս բաների համար վկաներ եք եւ ահա ես իմ հոր խոստմունքը կուղարկեմ ձեզ վրա դուք ել նստեցեք Երուսաղեմ քաղաքում մինչեւ վերևիցը զորությունը հագնեք ինչ է նշանակում սա նստեք հավատքի քաղաքումը սիրելիներ նստեք ատորների վրա նստեք ձեր տները Աստվածաշունչը բացված մինչև որ վերևից զորությունը առնեք ինչ է մարդը կարծում է որ ինքը իրենով կարող է թշնամու դեմ պատերազմել չեմ կարծում սիրելիս թույլ ենք մենք բնությունից թույլ ենք մինչև որ մենք զորությունը չհագնենք մեր վրա որի անունն է Սուրբ Հոգի մենք թույլ ենք մենք չենք կարող այսօր քո կյանքում Աստծո ներկայությունը տրված է քեզ իր ոշտի Հիսուս Քրիստոսով եւ նրա Սուրբ Հոգովը որ դու կարող ես այսօր առնես զորություն վերջին անգամ երբ է քո հոգին զորացել երբ է տարակուսած քո հոգին վերջին անգամ երբ է զորացել երբ ես դու ծնկել ու ծնկիցդ բարձրացել խորը երջանկություն ապրած սա է զորությունը սիրելիս երբ որ ես զգում եմ որ իմ մեջ կատարվում է մի տարօրինակ բան ես ինձ անհանգիստ եմ զգում ես դիսկոմֆորտ եմ զգում ես զգում եմ որ իմ կյանքում խանգարող մի պարագա կա մի պա կա կարող է ես եմ ինչ որ մեկին ցավեցրել կարող է մեկն է ինչ որ ինձ ցավեցրել սա իմ համար ահռելի մի վիճակ է իմ հոգևորի համար Եվ ես տանջվում եմ, կար ժամանակներ, որ օրեր էի տանջվում ես, այսօր ես րոպեներ եմ դրա համար տանջվում, ծնկում եմ Տիրոջ առաջ, ասում եմ Տեր, այս հարցերը լուծիր, քայլերն ինձ ասա եւ հարցերը լուծիր, եւ այսպես շարունակում եմ, տեսնում եմ, որ իմ հոգու մեջ խաղաղություն է Տերը դնում, ասում եմ, ինչ պիտի անեմ, ներողություն պիտի խնդրեմ Տեր, եթե դա ներողությունը օգնելու է ինձ, որ իմ հոգու բաղձը, ցավը Բաղձանքով լեցվի, ապա ես կխնդրեմ 20 անգամ ներողություն ինչ-որ մեկից։ Սիրելիս, Աստծո մարդ, Աստծո ծառան չի կարող հպարտ լինել։ Բոլորս ենք այստեղ Աստծո ծառաներ։ Եթե Քրիստոսին ենք ծառայում, եթե քրիստոնյա ենք, ապա ծառաներ ենք նաև, աշակերտներ ենք նաև։ Այստեղից է սկսում ծառայությունը։ Դու չես կարող, սիրելի մարդ անձ, երկինքը չես կարող դու ժառանգել, ոչ քո մարդկային պլաններով, ոչ քո մարդկային ավանդույթներով, ոչ էլ քո կրոնական դրդապատճառներով։ Մարդիկ գիտեմ ովքեր որ մտնում են եկեղեցի, դի ասում են, մտնեմ եկեղեցի մի մոմ կվառեմ, սիրելիս։ Սրանք կրոնավոր դրդապատճառներ են։ Ես հասկանում եմ այն մարդուն, ով մտնում է եկեղեցի, մոմը վառում է, մինչ այդ մոմը հանգելը նրա կյանքը փոխվում է։ Ես ընտրում եմ այն մարդուն, ով որ կմտնի եկեղեցի, մոմը կվարի ու կասի Տեր, ես ներում եմ այս իմ թշնամուն, ես սիրում եմ այն ամենաբացարձակված հարևանուս եւ մոմը վերջանում է եւ այդ մարդը գնում է այդպես տուն։ Բայց սիրելիներ, սրանք կրոնավոր դրդապատճառներ են, որ մենք մեր խղճմտանքն ենք դիվային հանգստացնում եւ դուրս ենք արեք այստեղ Աստված չկա։ Եվ որ դու մտնում ես եկեղեցի եւ վառում ես այդ մոմը կամ այդ կարճ աղոթքս անում ես Ինչ է փոխվում քո կյանքում, դուրս եկար, ինչ որ մի բան փոխվեց, դուրս եկար դու հանգիստ խղճով դուրս եկար, թե ուղակի ավելի ծանրաբեռնված ես դուրս գալիս այդտեղից։ Սա է հարցը։ Սրանք դրդապատճառներ են, սրանք ավանդույթներ են, սրանք կրոնական դրդապատճառներ են եւ մեր մարդկային պլաններն են, որ մարդը միշտ փորձում է իր խղճմտանքի վրա ինչ որ մի սառը ջուր լցնի, քանի որ խղճմտանքը անդադար եռում է։ Գիտեք, միակ բանն է, որ բողոքում է քո դեմ։ Միակ բանն է խղճմտանքը մարդկային։ Եվ այդ խղճմտանքը միշտ եռում է քո մեջ, ու դու փորձում ես նրա վրա սառը ջուր լցնելով սառացնես նրան եւ ասում ես ձենդ կտրիշ, այլևս բավ է, ոչ սիրելիս, բավ չէ։ Սրանք հավատք չեն, սրանք ավանդույթներ են, սրանք կրոնավոր դրդապատճառներ են։ Իսկ ես ասել եմ բազմիցս, որ դու սառցակտորը սառույցը չես կարող ջրի պես խմել։ Աստված Հեսուին հորդորեց հավատարիմ մնալ, ճշմարտությունը քարոզել Մովսեսի գրված խոսքովը։ Դու
Հավատարիմ ես Աստծուն։ Քո մեջ դու անց, քո մեջ մի պա, որ լսում ես ինձ, որ նայում ես ինձ, դու քո մեջ Աստծո հանդեպ հավատարմություն ունես։ Նրա ասածը կատարում ես, քայլում ես նրա խոսքով, լսում ես նրա ձայնը։ Թե ոչ։ Դե ասում ես քրիստոնյա ես, չէ՞։ Քրիստոնյա ես։ Եթե քրիստոնյա ես, ապա հավատարիմ պիտի լինես Աստծուն։ Հավատարիմ մնալ։ Այսօր ես չեմ պատրաստվում խոսքը փոխել։ Փոքր անգամ ինչ փոքրացնել ես չեմ ուզում խոսքը սիրելիս։ Շատ հեշտ է ինձ կստացվի, եթե ես քեզ ուղղակի քարոզեմ ու ասեմ մարդու փրկված ես։ Հավատքով դու փրկված ես, բայց այդպիսի բան չկա։ Եթե ես դա քեզ քարոզեմ, ապա ես ինքս կժառանգեմ դժոխքի դռները։ Գիտես ինչ սիրելիս, ամենաշատն եմ փապագում քեզանից առաջ, որ երկնային Երուսաղեմի դռներն իմ առջև բացվեն։ Քեզանից շատ եմ փապագում, որպեսզի իմ Քրիստոսի սուրբ աչքերը երբևիցե տեսնեմ, եւ այն կտեսնեմ ես վերջնականապես, երբ որ այն դարպասները բացվեն, եւ Տերը գահի վրա նստած ինձ ասի դուստրս առաջացիր գահիս մոտ։ Ես ինչպես քեզ քարոզեմ այսօր, ուղղակի հավատք եւ ես ինքս Քրիստոսիս իմ հավատքով քարոզած նրա աչքերը չկարողանամ տեսնել, ոչ սիրելիս։ Խոսքը ստույգ, դիպուկ է, ճշմարիտ է, ընդունելությունը քոնն է, կընդունես թե չես ընդունի, դա քո գործն է։ Գործ Կարագելոցն եմ կաշտում 9-րդ գլուխ։ Իններորդ գլուխ 1-ից 5-ը։ Բայց Սողոսը, մենք գիտենք, որ Սողոսը այն Պողոսն էր, դեռ սպառնալիք եւ մաս շնչելով Տիրոջ աշակերտների վրա, քահանայապետի մոտ եկավ եւ նրանից թղթեր խնդրեց Դամասկոս ժողովարանների վրա, որ եթե մեկին գտնե այն ճանապարհին հետևող մարդիկ կամ կանայք, նրանց կապած բերե Երուսաղեմ։ Եվ նա գնալիս մոտեցավ Դամասկոսին եւ հանկարծակի նրա 4 կողմովը լույս պատեց։ Ինչու եմ ես սա կարտում։ Լույս փայլեց երկնքիցը եւ նա գետնի վրա ընկած մի ձայն լսեց, որ ասում էր նրան. Սավուխ, Սավուխ, ինչու ես ինձ հալածում։ Եվ նա ասեց. Ով ես, Տեր։ Եվ Տերն ասեց. Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Դժվար է քեզ խթանին քացի տալ։ Սիրելիս, խթանին քացի տալ դժվար է, չենք կարող։ Ոնց էլ որ ապրենք, ինչպես էլ որ գնանք, որ ճանապարհներով էլ որ քայլենք, ավանդույթով, կրոնով, թե հավատքով իրական, թե զղջումով, մեկ է, խտանին քացի տալ դու չես կարողանալու, ես էլ չեմ կարող։ Պողոսն էլ չկարողացավ, ով էր Պողոսը։ Ոմն մեկը, որ կանգնած էր Ստեփանոսի ամենաառաջին քրիստոնյայի նահատակման քաշկոցման ընթացքում։ Սողոսը ով քրիստոնյա հավատացյալներին քաշկոցելով բանտերն էր նետում, Սողոսը ով ավանդույթներով եւ կրոնով լեցված մեկը, ով չէր հասկացել ով է Հիսուս Քրիստոսը, մինչդեռ Հիսուսը նրան երևաց եւ ասեց. Սավուխ, ինչու ես ինձ հալածում։ Իմացած եղիր, սիրելիս, եթե ինչ որ մեկը երբևիցե քեզ որպես քրիստոնյա հալածեց, նա հալածում է ում քո Տիրոջը։ Ինչու ես ինձ հալածում։ Դժվար է քեզ խտանին քացի տալ։ Դա մեղն է, խտանը դա մեղն է։ Փորձիր ապա կոշիկդ հանիր եւ փորձիր մեղին քացի տալ, չես կարողանալու։ Եվ այսպես ոչ դու, ոչ ես, ոչ Պողոսին չստացվեց այն, քանի որ հոգևոր կուրությունը կողքին կդառնա նաև ֆիզիկական կուրություն։ Պողոսը, սիրելիներ, ինչու Աստված վերցրեց Պողոսին։ Ինչու Աստված այդպես կանգնեցրեց Պողոսին ճանապարհին, ուր էր գնում նա։ Ուր էր գնում նա, ում ետևից էր վազում նա։ Քրիստոնյաներին բռնելու, քրիստոնյաներին դատելու։ Եվ այդ քրիստոնյա դատող Պողոսը այսօր դարձավ Սողոս, Սողոսը դարձավ կներեք Պողոս, որ ամբողջ մի կյանք իր հալալ քրդիկով ծառայեց Տիրոջը եւ կխատվեց Տիրոջ փառքի համար։ Դուք հասկանում եք, որ այսպիսի մարդիկ էին, ովքեր որ փորձում էին խտանին քացի տալ, բայց նրանց չէր ստացվում։ Իսկ ինչ ես կարծում։ Պողոսից ավելի լավն ենք մենք։ Նա գոնե կորոնավոր էր, նա գոնե գամաղիելի ոտքերի տակ
ամբողջ օրենքը սովորած, ամբողջ 5 Մովսեսի գրքերը կարդացած, նա գիտուն մարդ էր հոգևոր, իսկ մենք քաց ես ուզում տալ խթանին, չի ստացվելու, այն Հիսուս է, նրա անունը Հիսուս է, դու Հիսուսին չես կարող քացի տալ, սիրելիս, ինչու չես կարող քացի տալ, որովհետև քո մարմնավոր կուրությունը շուտով է հասնելու, քո մարմնավոր հիվանդությունը շուտով է հասնելու, մինչդեռ դու կփոխորձես այն պահդ, որ կմտածես, որ դե վերջը, այլևս այսպես չեմ կարող, կհասկանաս, որ Քրիստոսը բայց կարող է, նա կարող է քո կյանքը փոխել։ 3 օր կուրացրեց Պողոսին, 3 օր Պողոսը հաց չկերավ, մինչև որ բժշկեց նրա հոգևոր աչքերը, նոր բժշկեց նրա մարմնավոր աչքերը, այսպես է կատարվելու ամեն մեկ անձի հետ, մեզ հետ։ Միևնույն է, Տերը պիտի հաղթի։ Դու քո կյանքում, եթե անգամ փորձես ինքդ հաղթանակ կրել երկրավոր աշխարհիկ, բայց Տերը պիտի քեզ հաղթի։ Դու միշտ հիշիր, դու չես կարող Տիրոջը հաղթել։ Դու կհաղթվես Տիրոջից, ուշ թե շուտ, այլ կերպ է լինի ամենավերջին պահիդ այն խաչվածը Հիսուսի կողքին հաղթվեց վերջին պահին, գիտեք ինչով, որովհետև հասկացավ, որ նա արժանի կերպով էր խաչված, բայց նրա մեջտեղում կար մեկը, ով արժանի չէր խաչելիության, բայց խաչված էր։ Այսպես սիրելիս, Սաղմոս 2-ն ասում է 18-րդ գլուխը, շատ մի յուրահատուկ բան, ես այն չեմ կարդում, դուք կարդացեք մոնիտորի վրա։ Ասում է Աստված. ողորմածի հետ ողորմած ես։ Ինչ է նշանակում դա։ Մենք միշտ մտածել ենք, որ Աստված բոլորի հետ է ողորմած, այդպես է։ Բայց Աստված ունի բնավորություն, սիրելիներ։ Աստված կարող է նաև միայն ողորմածի հետ լինել ողորմած, նայած թե ինչ կերպ ես դու ընտարաճում Տիրոջը, ասում է անարատի հետ անարատ ես։ Այո, դուք դա գիտեք, ընդհանրապես ես հայտնի դարձել էր Տիրոջ բնավորությունը, դուք կարծում եք Աստված սեր է ու վերջակետ կողքը, ասում է Իստակի հետ Իստակ ես, այսինքն մակուրի հետ, Սուրբի հետ, բայց ասում է ծուռի հետ ծուռ ես, ինչ է նշանակում դա, ինչ է նշանակում դա, որ քո ծռված էության բնության մեջ Աստված էլ է ծուռ քո հանդեպ, միշտ հիշիր, կշիտկվես, Աստված կշիտկի իր կամքը քո վրա, կմնաս ծուռ, Աստված էլ կծռվի քո հետ։ Այսպես է Աստծո բնավորությունը։ Եվ ուզում եմ, որ ամեն մեկս երկյուղ ունենանք նրա բնավորության հանդեպ, որովհետև դու չգիտես այս պահին ինչ կարող է մտածել Տերը եւ մյուս պահին կարող է նրա մտածելակերպը փոփոխվել։ Կաշտացեք հին ուխտը մարդիկ։ Հասկացեք Տիրոջ բնավորությունը։ Մեկը ինձ ասում է, Աստծո բնավորությունը ինչպիսին է։ Ես գիտեմ միայն, որ Աստված սեր է։ Մյուս ասում է, եթե Աստված սեր է, ինչպես կարող էր այդքան ազգերի բնաջնջել։ Ես դա չեմ ընդունում, չես ընդունում։ Իսկ ինչպես կարող ես դու մարդ արարած բնաջնջել, իսկ Աստված չի կարող։ Որքան ազգեր ենք այսօր երկրի վրա բնաջնջել, որքան հարևաններ ու նպատակներ ենք բնաջնջել, որքան խեղճ ու հիվանդ մարդկանց ենք մեր կյանքից բնաջնջել։ Ինչ է, կարծում ես Աստված միայն սեր է, ոչ։ Աստված կարող է իր միտքը փոխել, Աստված կարող է զարկել ու Աստված կարող է քեզ զարկից ետ բերել, որպեսզի դու հասկանաս, որ դու առանց նրա կյանք չունես, ինչպես Պողոսի կյանքում։ Հենց այնպես ես չկարդացի այդ ցիտատները։ Իսկ եթե Պողոսի հետ այդ չկատարվեր, նա կհասկանար, չէր հասկանա մարդիկ։ Եվ այսօր ամեն մեկիս համար ես կցանկանամ, ամեն մեկս որ հոգևորապես տեսնենք Հիսուս Քրիստոսին եւ ձայնը լսենք, որ ասում է Սողոս, խտանին քացի տալ չես կարող։ Եվ այսպես վերջացնում եմ շուտով, սիրելիներ, Աստվածաշնչյան 4 անձեր։ Ամբողջ Աստվածաշնչի մեջ այս 4-ից դու չես տեսնի գեթ 5-րդը, որը որ քեզ կպատմի նրանց անեղծության, նրանց սրբության, նրանց հավատարմության, նրանց հավատքի, նրանց զորավոր էության մասին, 4 անձեր, եւ 4-ն էլ այնքան նման են Տիրոջը։ Եվ ես այսօր ուզում եմ, որ դու այդ 5-րդը լինես,
Ես ուզում եմ, որ դու այսօր լինես այդ 4-ից +5-րդ անձը, որ հիմա ես կթվեմ ու դու կհասկանաս, թե ինչու էին այս 4 մարդիկը, անհատները, բացի Քրիստոսից 3-ը, ովքեր որ իրականում ապրեցին սրբավայել մի կյանք Քրիստոսով։ Առաջինը Իսահակն էր։ Ով էր Իսահակը? Աբրահամի որդի։ Իսահակը, ով խորհրդավորում է ևս Քրիստոսին։ Ինչու եմ ասում սիմվոլիզացնում էր Հեսուին, այստեղ Իսահակը մեկն էր, ով տրվեց զոհասեղանին սիրելիս։ Ես ուզում եմ, որ այս ուժը հոգևոր դու հասկանաս, երբ որ Աբրահամը նրա որդուն դրեց զոհասեղանի վրա, արդեն վերցրել էր դանակը, որ նրան պիտի զոհաբերեր Տեր Աստծո համար։ Իսահակը լուռ էր։ Նա չէր բղավում։ Աստվածաշունչը համենայն դեպս չի խոսում դրա մասին։ Իսահակը պառկած էր եւ ընդառաջ էր գնում իր երկրավոր հոր կամքին, չիմանալով որ այն երկրավոր հորը, երկնավոր հայրն էր տվել պատկան։ Զոհաբերիր քո որդուն։ Սա Իսահակն էր։ Տիրոջ զոհաբերվող, ձայն չհանող, լուր տանող այն էությունն էր, որ պառկած էր զոհասեղանի վրա։ Իսկ եթե Աստված չասեր Աբրահամին, Աբրահամ, նրան չզոհաբերես, ապա այսօր Իսահակը չէր լինի, կզոհաբերվեր նա մոտավոր 14 տարեկան հասակում։ Եվ այսպես ինչ արեց մեզ համար Հիսուսը։ Զոհասեղանի վրա պառկեց սիրելիս։ Զոհը դարձավ մեր հավիտենական կյանքի։ Երկրորդը Հովսեփը։ Ով էր Հովսեփը։ Ես այսօր ուզում եմ, որ ամեն մեկը ձեր մեջ գտնեք այս էություններին։ Ով էր Հովսեփը։ Հովսեփը Հակոբի 12 որդիներից մեկն էր, որին հայրը իր սիրում էր, որին իր հայրը այնքան էր սիրում, որ նրան թևկերով պատմության էր կարել եւ միայն Հովսեփին էր նա հավատում։ Քանի որ Հովսեփը գալիս էր եւ ամբողջ իր եղբայրների կեղտոտ գործերը պատմում էր։ Ով էր Հովսեփը։ Սիրված որդին, իր հոր սիրված որդին, որ հալածվեց իր եղբայրների կողմից, վաճառվեց իր եղբայրների կողմից 20 արծաթով, նման չէ Տիրոջը, Հովսեփը նման չէ Հիսուսին։ Ինչ արեցին։ Հալածեցին, վաճառեցին 20 արծաթով, թե ցքիով վաճառեցին։ Ինչ արեցին։ Հովսեփին գցեցին գուբը, հետո ծախեցին մադիանացիներին Եգիպտոս։ 17 տարի Հովսեփը չարչարվեց, հավատքով մնաց։ 17 տարի Հովսեփը փորձվեց ամեն կողմից Աստծուց տված։ Կաշտացեք Հովսեփի կյանքը մարդիկ, չկա Աստվածաշնչի մեջ նրա նմանը։ Բայց Հովսեփը մնաց մաքուր, մնաց անարատ, մնաց Հիսուսին հավատարիմ։ Եվ Տերը նրան կանգնեցրեց Փարավոնի աջ կողմում։ Հովսեփի եղբայրները եկան Քանանից Եգիպտոս։ Սովի ժամանակ Հովսեփն ով էր, դարձել էր Փարավոնի աջ ձեռքը։ Հավատարիմ Հովսեփը, նա երբեք չգայթակղեց եւ չգայթակղվեց, նա ներեց իր եղբայրներին, նման չէ Հիսուսին։ Նման է։ Դու այն անալ կարող ես։ Դու կարող ես քո դիմացինին ներել ինչ-որ մի հանցանքի համար։ Դու կարող ես քո ընտանիքի մեջ ինչ-որ մեկ անդամին երբևիցե Հովսեփի նման կարողանալ ներել։ Դե դու բնական է 17 տարիներ քեզ չեն չարչարել։ Կարող է ընդամենը մի բառ եւ մի խոսք է եղել։ Կարող ես դու։ Եթե Հովսեփ ես, ուրեմն կարող ես։ Հեսու, ով 40 տարի քայլեց անապատ մնալով Աստծո խոսքին հավատարիմ, ով Աստծո ազգը, ասում եմ ձեզ սիրելիներ, հասցրեց Քանանի երկիր։ Նման չէ Հիսուսին։ Հեսուն նման չէ Հիսուսին, Քանանի երկիր։ Ուր է ուզում Հիսուսը քեզ հասցնել։ Երկինք։ Եվ այսպես այս 4 անձերը երբևիցե կբացես Աստվածաշունչը եւ կկաշտաս ու կհասկանաս, թե ովքեր էին նրանք, կհասկանաս, որ քո կյանքում կա մի կարևոր բան նմանվել Քրիստոսին, եւ այս 4 հոգիները, նրանք դեռ Քրիստոս չճանաչած, նրանք նման էին Քրիստոսին, որովհետեւ իրենց ներսում ամեն մեկ հին ուխտի առաջնորդ շփվել է Քրիստոսի հետ, իսկ դու այսօր շփվում ես, դու անձամբ շփվում ես Քրիստոսի հետ, եթե շփվես, ապա կնմանվես, եթե կաշտաս ու աղոթես, կնմանվես սիրելիս, դա կապ չունի թե որքան ապստամբ է քո բնությունը,
Դա կապ չունի, թե որքան մենք ի բնե, ի ծնե ապստամբ ենք եղել եւ այդ սկսված, բայց մենք ունենք ընտրություն։ Այս 4 հերոսների նման դառնալու եւ ժառանգելու երկնային կյանքը, երկինքը։ Հիսուս, ով իր անձը չխնայեց եւ իր սուրբ այրունը թափեց գետնին, որպիսի իր այրունովը քեզ կարողանար կտակ տալ, որպիսի իր այրունովը քեզ կարողանար երկինք բարձրացնել, որպիսի իր այրունովը կարողանալ քեզ հասկացնել մարդ, դու ունես մեղքերի փրկություն իմ այրունով, դու ունես մեղքերի թողություն իմ այրունով, դու կարող ես ապրել զղջում, դու կարող ես ապրել ով էլ ուզում ես եղիր դու, եղած եղիր, դա կապ չունի սիրելիս ով ես դու։ Կարող է դու ինձ այսօր լսում ես, դու ոմն մեկն ես, որ սպանություն ես գործել, կամ գողություն ես արել, կամ եղել ես թալանող, կամ եղել ես մանկապիղծ, կամ դու եղել ես ինչ-որ մեկին ծեծող ու ջարդող, կամ դու եղել ես մայրասպան եւ որդիասպան, դա կապ չունի։ Կապ ունի ամենակարևորը, թե դու ինչ ես դառնալու հետո, երկրի վրա ունես ժամանակ դու, ունես ժամանակ երկրի վրա ապաշխարելու, ունես ժամանակ Տեր ու Հիսուսին Տեր ու Փրկիչ դավանելու, ունես ժամանակ կյանքդ փոխելու, եթե կա քո մեջ զղջում։ Իսկ ամենակարևորը, ես շատ ժամանակ խոսում եմ եւ ասում եմ, այդ մեղավոր մարդկային էությունները ավելի շուտ են գալիս Աստծուն սիրելիներ, քան թե մեկը, ով որ կանգնում ասում է ես արտար եմ եւ ոչ մի վատ բան չեմ արել։ Այս տեսակ մարդը նավագործություն է ապրելու։ Եթե դու մտածում ես դու արտար ես, եթե դու մտածում ես մեկին չես ցավեցրել, բայց նաեւ քո Աստծո խոսքով էլ չես առաջնորդվել դու ապրել, ապա քեզանից մեծ ընհանցավոր այս երկրի վրա չկա։ Միայն այն, որ Աստծո խոսքը զանց է սարել, միայն այն, որ Հիսուս Քրիստոսին քո կյանքի մեջ չես ընդունել, միայն այն, որ քո համար Հիսուսը դարձել է առասպել, միայն այն նրա համար, որ դու ուղղակի կարող ես նրա սուրբ այրան կողքով այսպես անցնել, իմացած եղիր, դժվար է քեզ հավիտենությունը ժառանգել, բայց չէ որ ես ուզում եմ այնքան, որպեսզի դու կարողանաս այն ժառանգել։ Դա այնքան շատ կարևոր է սիրելիս։ Վերջին երգը Տիրոջս նվիրված։
Ուզում եմ կանգնեք ոտքի սիրելներ։ Վերջին աղոթքս։ Երեք ընկերներ, Դանիելի երեք ընկերները, Միսակը, Սեդրակը և Աբեդնագովը, նրանք հավատացյալներ էին Բաբիլոնում։ Երբ որ Բաբիլոնի Նաբուկոդոնոսոր թագավորը իր արձանը կեշտեց, բարձր ասում է, հսկայական բարձր, և հրովաշտակ հայտարարեց, որ բոլորը պիտի ծնկեին և պաշտեին այդ արձանի։ Այստեղ այս երեքը չծնկեցին սիրելիս, նրանք կանգնած մնացին, և Նաբուկոդոնոսոր թագավորը կանչեց նրանց իրենց մոտ և ասեց. ի՞նչն է պատճառը, Միսակ, Սեդրակ, Աբեդնագո, որ դուք չեք ծնկում իմ կերտած արձանի առջև, իսկ դուք գիտեք, որ չծնկելով դուք ջեռոցի մեջ պիտի վառվեք։ Այս երեքը պատասխանեցին, ասեցին. Տեր թագավոր աշկա, անգամ եթե դու մեզ այրես, ուզում ենք, որ իմացած լինես, քո քարե և ոսկյա արձանին մենք չենք պաշտելու, մենք չենք երկրպագելու, քանի որ մենք ունենք մեր Եհովա Աստվածը և մենք նրան պիտի երկրպագենք։ Եվ այսպես Նաբուկոդոնոսորն ասում է շատ բարկացավ և այն երեկից իրենց անդրավարտիկներով կապեց և ասեց 10 անգամ ավելի վառեք այդ ջեռոցը և այն երեկին գցեց այդ ջեռոցի մեջ։ Աստվածաշունչը ասում է, որ երբ որ նրանք վառվում էին այդ ջեռոցի մեջ, Նաբուկոդոնոսորը նկատեց, որ այնտեղ 4 հոգի էին, երեքը դարձել էին 4 և նա կանչեց իր զինվորներին, ասեց. տեսնում եմ այնտեղ երեքը չեն 4-ն են, մեկն էլ մարդով որդի նման և 4-ն էլ ազատ քայլում են կրակների մեջ։ Եվ ասում է, Նաբուկոդոնոսորն ասեց. Միսակ, Սեդրակ, Աբեդնագով, դուրս եկեք այդ հնոցից։ Եվ ասում է, նրանք դուրս եկան։ Ասում է, անգամ նրանց մազը խանձված չէր։ Անգամ ասում է Աստվածաշունչը, որ նրանցից ծխի հոտ էլ չէր գալիս։ Իսկ ով էր նա, ով էր այն չորոշտը, վճղնավոր, կանգնած այն երեկի մեջ։ Եվ որ ես այս տողերը կարդում եմ, սիրելիս, ես զգում եմ, որ նա Հիսուսն էր, որ նա սովորտին էր, քանի որ հավատքը նրանք ամեն մի կրոն, ամեն մի կուրք դրժեցին, բայց իրենք մնացին իրենց Աստծո մեջ հավատարիմ։ Ինչու եմ ասում, հավատարմությունը հավատքի զորությունն է։ Եվ այս զորությունը Տեր Հիսուս Քրիստոսն է, որն էլ որ այս երեկին փռան հնոցից պաշտպանեց կրակներից, իսկ դու չես զարմանում։ Դու չես զարմանում, ինչպես կարող է այդպիսի բան լինել։ Այո, դու ջրերով կանցնես, դու կրակով կանցնես, անգամ քեզ կրակի փռան մեջ կմղեն, ինչպես որ այն երեկին, բայց քեզ ոչինչ չի լինի։ Սա է զորությունը քո հավատքի, որովհետև հավատարիմ ես ու գիտես, որ քո հավատարիմ միակ ընկերը, որի անունն է Հիսուս Քրիստոս, նա քեզ չի թողնի մարդ, չի թողնի քեզ, միայն թե դու խթանին քացով մի դուր համակերպվիր։ Ուզում եմ, որ սրտիդ մեջ ասես, Տեր Հիսուս, ես շնորհակալ եմ քեզանից, որ դու կաս։ Տեր, մարդիկ, ինչ կլիներ մեր կյանքը, ես մեկ-մեկ մտածում եմ, Հայր, ինչպիսին կլիներ իմ կյանքը առանց քո որդու։ Ես 16 տարիներ առաջ, եթե այս 16 տարիներ ես քո որդով չապրեի,
ուր կլինեի այսօր, համոզված եմ սիրելիս, իմ այդքան ամբուժելի հիվանդությունների պատճառով ես այլևս դժոխքում կլինեի, բայց Տերը թույլ չտվեց։ Ոչ դժոխքն եմ գրկել, ոչ էլ այդ հիվանդություններն ունեմ այլևս ինձ վրա, այդ ամբուժելի սիրելիս, բռնիր Տիրոջը, գրկվիր, պարուրվիր նրանով, անգամ եթե դու նրան չես տեսնում եւ չեն լսում քո ֆիզիկական աչքերը ու քո մարմինը, նրան չեն տեսնում եւ ականջները չեն լսում, դու իմացած եղիր, նա քո հետ է, իսկ Սեդրակը, Միսակը, Աբեդնագովը նրանք գիտեին, որ կրակի հնոցի մեջ պիտի հայտնվեր Տերը, սիրելիս, կաշտա Աստվածաշունչը, նա քեզ այնքան կլեցնի հոգևորապես, նա քեզ այնքան կմխիթարի, նա այնքան քեզ կսովորեցնի Աստծո գութը, նա այնքան քեզ կսովորեցնի Հիսուս Քրիստոսի էությունը, որ դու ելի եմ կրկնում, ճաշակիշտես, թե որքան քաղցր է Տերը, դա իրապես քաղցր է, եւ ես նրա քաղցրությունից չեմ դիմանում մարդիկ, ճաշակեցեք, ճաշակիր սիրելի օնլայն, դիտող, կամ որ կդիտես, կամ հիմա ես դիտում, կամ հիմա ինձ ես նայում, ով ուզում ես եղիր, ճաշակիր նրա սերը, այդ սիրուց քաղցր, այդ սիրուց վե, աշխարհում ոչինչ չկա, համոզված ես քեզ ասում եմ, շնորհակալ եմ Տեր Հիսուս, փառք եմ տալիս քեզ, ամեն մի մարդու համար, որին որ դու բժշկում ես, բժշկել ես, հպվում ես, հպվել ես, ես մի փոքր ուզում եմ այսօր աղոթել մեր Արաքսիա քրոջ համար, ինչպես գիտեք նրան ինսուլտ ներ խփել, այսօր նա արդեն քայլում է, այսօր նա արդեն ձեռքը բարձրացնում իջացնում է, բայց իր ուղեղը մի տեսակ մանկական վիճակի մեջ է, եւ ես ուզում եմ Տեր Հիսուս այս պահին, քո Սուրբ Հոգու ներկայությունով աղոթել եւ քեզանից խնդրել մեկ բան, ասել ես Տեր, խնդրեցեք եւ կստանաք, ուզում եմ խնդրել եւ աղոթել քեզ եւ ասել Տեր, վերադարձրու Արաքսիայի այն ուղեղի հատվածը, որը որ օջախ է բացվել եւ վնասվել է, ուզում եմ որ դու լիարժեք նրան բժշկես Հիսուս իմ Աստված, ուզում եմ ես Արաքսիային միաժամանակ հետո տեսնեմ այս վայրում, ինչպես որ նա գալիս էր, աղոթում եմ նրա առողջության համար, աղոթում եմ եւ քո Սուրբ այրունովը մաքրում եմ ամեն մի ուղեղի վրա գտնվող օջախ եւ աղտեղություն Հիսուս Քրիստոս քո Սուրբ այրունովդ եւ խնդրում եմ քեզ, որ նրան ազատագրես ամեն մի չարքից Տերս եւ բժշկես նրան դարձնես առաջվա Արաքսիան Հիսուս իմ Աստված, շնորհակալ եմ քեզանից, որ դու նրա կյանքը պահեցիր եւ նա ապրում է, եւ նա բժշկվում է, եւ նա քայլում է, եւ նա արդեն սկսել է խոսել, թեպետ որ չենք հասկանում որոշակի բառեր, բայց իմ Տերը կսովորեցնի նրան խոսել, իմ Տերը կսովորեցնի նրան քայլել եւ ապրել, ինչպես որ նա առաջում է եղել, ամեն։ Փառք քեզ Տեր Հիսուս, ապրում եմ քեզ համար, ծառայում եմ քո փառքի եւ պատվի համար եւ ամեն իմ կյանքիս վարքյանը երանելի եմ համարում մնալով քո սուրբ կամքիդ եւ հավատարիմ մնալով քո սուրբ էությանդ, քեզ ամենայն փառքը, ամեն մի փառքը Հավիտյանս Հավիտենից, Հայր Որդի եւ Սուրբ Հոգի անունով, ինչ որ մեկը թող ասի, հալելույա, Տիրոջ։